Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին այցելել է իրանահայ Վահանջ Ռաշիդպուրի ընտանիքին, ով զոհվել է Իրաքի դեմ պատերազմի ընթացքում։ Գերագույն հոգևոր առաջնորդն ամեն տարի այցելում է Իրանի քրիստոնյա ընտանիքներին, որոնց զավակները նահատակվել են հանուն Իրանի։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ծննդյան օրն անցկացնում է օկուպացված Արցախում։ Նա իր կնոջ հետ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է հաղթանակի զբոսայգու բացմանը։ Հաղթանակի զբոսայգին, որի ընդհանուր մակերեսը կազմում է 9 հեկտար, հիմնարկեցի արարողությունը կատարել է Իլհամ Ալիևը այս տարվա փետրվարին։ Նշվում է, որ զբոսայգու մուտքից դեպի հաղթական կամար 44 աստիճան է, հուշատախտակների վրա գրություններ պատերազմի մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին պարգևատրել է հայրենիքի մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշանով։ Այս շքանշանը Ռուսաստանի առանցքային պետական պարգևներից մեկն է, որը սահմանվել է 1994 թվականին եւ շնորհվում է տարբեր ոլորտներում պետության եւ հասարակության առջեւ ակնառու ծառայությունների համար՝ տնտեսություն, գիտություն, մշակույթ, խաղաղության ամրապնդում եւ միջազգային համագործակցություն։ Աբրահամյանը ռուսաստանաբնակ հասարակական գործիչ է, հայ ազգի գործարար եւ բարերար։ Նա հայտնի է որպես Ռուսաստանի Հայերի միության նախագահ, ակտիվորեն զբաղվում է բարեգործական եւ հասարակական գործունեությամբ, ինչպես նաեւ ազգամիջյան համագործակցության ամրապնդմամբ։ Президент Союза армян России. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մարությանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած նորոշ կուսակցության ցուցակով։ Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցում ենք հաջորդ տարվա ընտրություններին։ Մասնակցում ենք մեր թիմով, այն է, նորոշ կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որը ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մեր ուշադրությունը սևեռվելու է մարդկանց սոցիալական խնդիրներին, ընդգծել է Մարությանը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել։ Ես կրկին կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց հարգել խաղաղության օրը, գոնե մեր Փրկչի ծննդյան տոնի առթիվ։ Անդրադառնալով հակամարտություններին, Հռոմի Պապը նշել է. «Հուսով եմ, որ նրանք կլսեն եւ ամբողջ աշխարհում 24-ժամյա խաղաղություն կլինի»։ Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World SPA-ն համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների 100%-ով պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ Շողերինա Մկրտչյանի եղբոր որդուն Վահագն Մկրտչյանին։ Ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բենզին ներկրող ընկերություն Mega Trade-ը ԱԺՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնի կազմում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հրապարակում է արել, անդրադառնալով Ադրբեջանից ներմուծվող բենզինի արժեքին։ Ըստ նրա, Հայաստանում այդ բենզինը վաճառվելու է որպես պրեմիում դասի վառելիք 430 դրամ գնով։ Մինչդեռ շուկայում նման տեսակի բենզինի գինը նախկինում կազմել է միջինում 500-ից 520 դրամ։ Այսպիսով նոր ներմուծվող վառելիքը կվաճառվի մինչև 90 դրամով ավելի մատչելի գնով։ Նման հայտարարություն է արել Պապոյանը։ Պապոյանը ասել է, թե հանրային քննարկումներում որոշ քաղաքացիներ հայտարարել են, որ չեն պատրաստվում ձեռք բերել տվյալ բենզինը, անկախ դրա գնից։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծը շրջում է Հայաստանի լեռներում։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։